Կեղտաջուր, գարշահոտություն, առնետներ։ Բագրատունյաց 34 շենքի նկուղը մինչև 3-րդ աստիճանը լցված է անձրևաջրերով եւ չի չորանում կլոր տարին։ Բնակիչները տարիներ շարունակ ուր ասես չեն դիմել։ Թաղապետարանից մինչև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու Veolia ջուր։ Խնդրի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնում։ Խնդիրը բացահայտվել է իմ կողմից 2023 թվականի հոկտեմբերի վերջերին, որի մասին տեղեկացրել եմ Veolia ջրի տեղամասային մասնագետին, պատասխանատուին։ Հենց 2023-ին է ավարտվել շենքից մի քանի մետր հեռու գտնվող Մուրացանի դպրոցի շինարարությունը, որի տարածքում էլ գտնվում են շենքի դիտահորերը։ 4 տարի տևող այդ վերակառուցման աշխատանքներից հետո երբ որ սեպտեմբերին բացումը եղավ, ես հոկտեմբերի վերջ, որ արդեն տեղումները անձրևների սկսեց ակտիվանալ, նկատեցի, որ խոնավության հոտ է գալիս, նկողի չէ եւ տեսա բավականին բարձր մակարդակի ջուր է։ Վիգենը մասնագետ է կանչել Veolia ջրից եւ փորձել հասկանալ ինչու է ջուրը լցվում նկուղ։ Պարզել են ջրի կուտակման պատճառը կոյուղատար համակարգի գերբեռնվածությունն է։ Հորդառատ անձրևների ժամանակ անձրևաջրերը առանձին համակարգով չեն հեռացվում, այլ թափվում են կոյուղի։ Արդյունքում դիտահորերը ամբողջությամբ լցվում են ջրով եւ համակարգը չի հասցնում հեռացնել այդ ջուրը։ Ամբողջ Բագրատունյաց փողոցը սկզբից մինչև վերջ դիտահորերը բացեցին եւ նույն պատկերներ ամենուրեք։ Այսինքն ամբողջությամբ դիտահորերը խցանված էին եւ այնտեղ իրենց մասնագետներից ասեցին, որ սա ամբողջ անձրևաջրերը, որոնք նոր-նորքից իջնում են այս ճանապարհով, գնում են դեպի Գետառ կամ Երևանյան լիճ, չգիտեմ որտեղ որ իրենց կուտակվելու վայրն է, ու ասեցին, որ սա համատարած այս բարձրաշենքերի կառուցման հետևանքով չհաշվարկված կցումներն են, որը հին մագիստրալներին միացել են ու արդեն չեն հասցնում իրանք հեռացնեն այդ անձրևաջրերը, ստիպված անձրևաջուրը գտնում է միտեղ, որտեղից հնարավոր է, որ ինքը դատարկվի ու դրանցից մեկը հավանաբար մեր շենքն է։ Անձրևաջուրը ստիպված գտնում է դատարկվելու տեղ, ու այդ տեղը մեր շենքի նկուղն է, ասում է Վիգենը։ Արդյունքում խոնավանում ու թուլանում են շենքի հիմքերը։ Բնակիչներն իրենց ջանքերով սեփական գրպանից են մի քանի անգամ հոգացել ջրի դուրսբերման հարցը։ Մենք փորձեցինք մի քանի անգամ ջրապոմպի միջոցով ջուրը դատարկել, բայց բավականին երկար ժամանակ է տանում։ Դա գրեթե կեսօր, մոտ 12 ժամ տևում է մինչև այդ ամբողջ ջուրը դատարկվում է։ Իսկ մենք այդ հնարավորություններն ու ժամանակը այդքան չունենք։ Իսկ ով է պատասխանատու բնակիչների անվտանգության համար։ Վիգենը 2024-ից ի վեր հարցումներ է ուղարկել բոլոր պատասխանատուներին՝ Թաղապետարան, Ջրային կոմիտե, Veolia ջուր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ անգամ վարչապետի աշխատակազմ։ Հիշում է 2023-ի ընտրություններին Տիգրան Ավինյանն ու իրենց նախկին թաղապետը խոստացան խնդիրն անհապաղ լուծել, բայց ոչինչ չարեցին, բացի Veolia ջրին դիմելուց։ Այս ընթացքում փոխվել են թե թաղապետը, թե տեղակալը, բայց խնդիրը դեռ տեղից չի շարժվել։ Թաղապետի արդեն նոր տեղակալից հետաքրքրվեցինք, արդյոք հետևողական են եղել, որ Veolia ջուրն իրականացնի գործառույթները։ Քանի որ ես չեմ կարող հիշել, առավել ևս այդ թվականից սկսած, դες նույնիսկ բան չեմ կարող ասել 23-24 թվի ինչ-որ մի բանի մասին։ Բայց հենց չի որ Veolia ջուրը հենց նոր հանկարծ դրա մասին պետք է իմանա։ Մենք կրկին կարող ենք դիմել Veolia ջուր, խնդիրը բարձրացնել, ու դրանից հետո մենք էլ ուրիշ ոլորտի գործողություն Veolia ջրի նկատմամբ չենք կարող կիրառել։ Այստեղ համայնքն իր պատասխանատվությունն ավարտված է համարում։ Բացատրում են հետևյալ կերպ. մինչև առաջին դիտահորը սպասարկում է համատիրությունը, իսկ այդ դիտահորից հետո եղածները Veolia ջուրը։ Veolia-ն էլ ասում է, իրենք պատասխանատու են խցանումը բացելու համար եւ մոտենում բացում են։ Նույն պատասխաններն արդեն թղթի վրա ստանում են նաև շենքի բնակիչները։ Շենքի լիազորը տեսնելով, որ ոչ մի կողմը պատշաճ չի արձագանքում, խնդրի լուծման այլընտրանքներ է գտել։ Նախ առաջարկել է միանալ ամենամոտ մագիստրալին, որ Գարեգին Նժդեհի անվան դպրոցի դիմաց է, ապա պարզել է, որ դպրոցն էլ նույն խնդիրն ունի։ Իրենց նկուղը միակը չէ, որ լցված է ջրով։ Առաջարկում են, որ դա տեղափոխվի դպրոցի տարածքից դուրս ավելի մոտ մեր շենքին եւ առանձին դիտահորերով, կոյուղագծերով գնա միանա ընդհանուր մագիստրալին, որը բավականին տեսել եմ ես ինքս անձամբ խորն է եւ աշխատում է։
Մեծ հետ զրույցում Վեոլիա ջրից նշեցին ապրիլի 16-ին եւս մոտեցել եւ մաքրել են դիտահորերը, մինչդեռ տարածքի ոչ մի բնակիչ չէր նկատել, որ դիտահորեր են մաքրվել։ Տեսել են միայն Վեոլիա ջրի աշխատակիցներին, որոնք մոտեցել, բացել են դիտահորերը, ոչ մի աշխատանք չեն տարել եւ հեռացել են տարածքից։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան եւ Գեղամ Ղազարյան, ABC Media։